Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, դուք միացել եք 107.7 հաճախականությանը եւ ամեն աշխատանքային առավոտ 9:30-ից մենք սկսում ենք Սուրճ ու սեր առավոտից ռադիոնախագիծը, ձեզ հետ անցկացնելով մոտ 1.5 ժամ մինչեւ ժամը 11-ը։ Ովքեր մեզ Facebook-ում դիտում են, կնկատեն, որ այսօր իմ գործընկերները ինձ տաղավարում մենակ են թողել, բայց ես վստահ եմ, որ դուք սիրելի ռադիոլսողներ չեք թողնի, որ որևէ այսպես մի կաթիլ անգամ զգացվի այդ մենակության շունչը, կսպասենք ձեզ այսօր ձեր հեռախոսազանգերին ու մեկնաբանություններին, ես հիշեցնեմ, որ Facebook-յան մեր հարթակում մենք լայվ ենք, լայվը գործարկված է Հայաստանի հանրային ռադիո, փնտրեք ու գտեք, բաժանորդագրվեք մեր էջին, մեկնաբանությունների դաշտը բաց է, ուղիղ եթերի ընթացքում կփորձեմ ընթերցել ձեր բոլոր մեկնաբանությունները, 553702 ուղիղ կապի հեռախոսահամարն էլ ինչպես միշտ գործում է, այնպես որ կսպասենք նաև ձեր հեռախոսազանգերին։ Ինչպես ամեն օր, այսօր էլ մենք եւս հետաքրքիր թեմա ենք ընտրել, որը հատկապես կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր սիրում են տարատեսակ մարդաշատ միջոցառումներ, հետաքրքիր այսպես ծանոթություններ, բայց այդ ամենի մասին մի փոքր ավելի ուշ, եթերաժամի սկզբում բնականաբար ձեզ հետ կկիսվենք հետաքրքիր նորություններով, կարևոր տեղեկատվություններով, որոնք անհրաժեշտ են տանից դուրս գալուց առաջ եւ իհարկե եթերի ընթացքում կլսենք լավ երաժշտություն։ Հիշեցնեմ, այսօր մայիսի 23-ն է, ժամը արդեն 9:32, մայրաքաղաքում այս պահին խցանումներ այդքան շատ չկային, մոտ 5 բալ է, ինչը գիտենք այս ժամերի համար բավականին արդեն հաճելի նիշ է։ Ծանրաբեռնված փողոցներին դեռ կանդրադառնանք եւ կսպասենք ձեր մեկնաբանություններին ու զանգերին։ Բարի լույս եւս մեկ անգամ բոլորին։ Time is awesome, moving through the crowd. I can feel the promise, I can see the wild magic on us. Lose yourself in power, bounce back like it's not a stop right now. Take a look around, roar so loud, show them you are proud. Let it out now, let your spirit out. Let it out now, go and scream and shout, just like da 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 da. Let it out now, go and scream and shout.
Սուրճ ու սեր առավոտից։ 9:35 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը եւ եթերաժամի այս հատվածում սովորաբար ձեզ ներկայացնում ենք այն կարևոր տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է օրը պլանավորելիս, վստահ եմ շատ-շատերը տանից դուրս գալուց առաջ ստուգում եք եղանակի տեսությունը, հատկապես վերջին շրջանում, երբ մեկ արև է, մեկ անձրև, ասեմ, որ այսօր հանրապետության շրջաններում սպասվում են տեղումներ, հատկապես ուշ երեկոյան ժամերին, քամին արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվելու։ Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ահա տեղումներ կանխատեսվում են վաղը, ժամանակ առ ժամանակ։ Մայրաքաղաքում այսօր առավելագույնը կլինի 29 աստիճան տաքություն, երեկոյան +20 է կանխատեսվում, իսկ գիշերը 14-ից 16։ Ստուգեմ նաև այս պահին հեռախոսային հավելվածով ինչ ջերմաստիճան է ցույց տալիս, 19 եւ բավականին արևոտ եղանակ է։ Մայրաքաղաքում խցանումների տեսանկյունից տեսնենք ինչ փոփոխություն կա, խցանումային նիշը թարմացնենք, այս պահին 5 է եւ գիտենք այս ժամի համար բավականին լավ ցուցանիշ է սա, որովհետեւ սովորաբար այս ժամերին 7-8-ի է հասնում խցանումային նիշը մեր մայրաքաղաքում։ Սայեթնովա Պողոտանը երկկողմանի ծանրաբեռնված դեպի օպերա գնացող հատվածը եւ նաեւ այս ուղությունը, Սախարովի հրապարակը դեպի Վարդանանց փողոց գնացող հատվածը եւ Վարդան Մամիկոնյանի արձանից դեպի Սախարովի հրապարակ եկող հատվածը բավական ծանրաբեռնված է։ Աթենքի փողոցը Բրազիլիայի հրապարակից դեպի Կոնյակի գործարան հատվածը այսպես քարտեզի վրա բավականին կարմիր գույնով է նշված։ Իսակովի Պողոտան Երևանյան լճից դեպի կենտրոն շարժվող հատվածը բավական ծանրաբեռնված է։ Բաղրամյան Պողոտան բարեկամության այս Խաչմերուկի հատվածը Կիևյանը դեպի բարեկամություն բարձրացող Սարալանջի Պողոտան, որը այս օրերին, այս ժամերին սովորաբար առավոտյան ծանրաբեռնված է լինում, անկախ նրանից, որ խցանումային նիշը 5 է, բավական ծանրաբեռնված երթևեկությունը, սիրելի վարորդներ եւ ուղևորներ, ամեն անգամ այս լուրը հայտնելուց հետո ձեզ միայն մնում է մաղթել համբերություն եւ նաեւ խորհուրդ ենք տալիս, եթե հնարավորություն ունեք, կարող եք զանգարել մեզ 55 37 02։ Օրվա փոխարժեքին եւս անդրադառնանք, ամերիկյան 1 դոլարը ըստ կենտրոնական բանկի 384 դրամ է, եվրոն 434 դրամ եւ 1 ռուբլու փոխարժեքը դրամով 4.8 է մոտ։ Ահա այն տեղեկատվությունը, որ ներկայացնում ենք առավոտյան ձեզ եւ նաեւ ասեմ, որ հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհները բաց են, Լարսը եւս երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Եվ այսօր նշեցի, որ խոսելու ենք մի շատ հետաքրքիր փառատոնի մասին, խոսքը գինու օրերի մասին է, Երևանյան գինու օրեր, ամեն տարի դրանք անցկացվում են Նախկինում մայիսին էր անցկացվում, վերջին տարիներին տեղափոխվել է հունիս, հունիսի 6-ից 8-ը Սարյան Պողոտան եւ հարակից փողոցները լցվելու են հայկական գինու բույրով ու շնչով, ովքեր ներկա են եղել այս միջոցառմանը, գիտեն, որ առանց չափազանցնելու սա ամենամարդաշատ եւ ամենապոպուլյար, ամենաայսպես տուրիստառատ, եթե կարելի այս բառը հորինել, միջոցառումն է, որի ընթացքում տարատեսակ, այսպես հետաքրքիր միջոցառումներ են իրականացվում, եթե տարիներ առաջ սա միայն գինու համտեսի փառատոն էր, ամեն տարի այն ավելի զարգացել եւ այսպես նոր ճողավորումներ է ստացել եւ օրվա թեմայի հետ կապելով այսօր որոշել ենք անդրադառնալ ընդհանրապես Հայաստանում եւ աշխարհում գործող հետաքրքիր փառատոններին, դրանք կլինեն այսպես գաստրոնոմիկ փառատոններից մինչեւ երաժշտական մեծ իրադարձություններ, որոնք իրենց շուրջն են հավաքում տասնյակ հազարավոր երկրպագուների եւ զբոսաշրջիկների։ Բայց մինչեւ դրան անդրադառնել, ասենք, որ հանրապետությունում արդեն մեկնարկել են վերջին զանգի միջոցառումները տարբեր դպրոցներում, օրինակ Երևանից այսօր կա, որ կշարունակվի մինչև մյուս շաբաթ, վերջին զանգ է եւ սա շատ լավ առիթ է շնորհավորել բոլոր շրջանավարտներին, նրանց մաղթել իհարկե մեծ հաջողություններ, ինչ ուղի որ ընտրել եք, դա կլինի բարձրագույն ուսումնական հաստատություն, միջին ուսումնական հաստատություն, թե որոշել եք ամբողջովին այլ կերպ ձևավորել ձեր հետագա կյանքը, ձեզ հաջողություն ենք մաղթում, բայց միշտ իմացեք, որ կրթվելը չափազանց կարեւոր է եւ հաջողությունների հասնելու ճանապարհին գիտելիքը ձեր ամենագլխավոր զենքը կարող է լինել եւ իհարկե նաեւ այսպես հաջողություն մաղթենք այսօր բոլոր այն մարդկանց, ովքեր վարում են մեքենաներ, մենք գիտենք, որ այս օրերին միշտ ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում, ծնողներին եւս մեկ անգամ հորդորում ենք ձեր շրջանավարտներին մի վստահեք ձեր տրանսպորտային միջոցները, թող այս օրը իսկապես տոնական լինի, հեռու որևէ փորձանքից եւ էլ ինչ վերջին զանգ առանց վերջին զանգի ամենահայտնի երգերից մեկի եւս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին ու շրջանավարտներին։ Ես ու դու
ունենք մի պատմություն, կողք կողքի անցել ենք մանկություն, տարիներ գլորվեցին, պատանի մեզ դարձրեցին, ես ու դու ունենք մի պատմություն, իմ ու քո դպրոց երջանկություն, հարազատ մի ընտանիք, ուրանհոգ էինք երջանիկ, դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Ես կողքի բակում ենք մենք կռվել տախերքով մեկ-մեկ դասից փախել ոչ ավել ու ոչ պատկած ձեզ եղել ենք պատուհաս ես այստեղ լացել ու ուրախացել խեն սիրել եմ կամել ուշացել իմ դպրոց հավերժ կանգնած հեռանում եմ ես անդարձ դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Սուրճ ու սեր առավոտից Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին, ովքեր պատրաստվում են իրենց վերջին զանգի արարողություններին, այսօր միգուցե երկուշաբթի, երեքշաբթի, առավոտյան ես ասեմ, որ արդեն քաղաքի տարբեր հատվածներից եւ տարբեր դպրոցներից լսվում էին վերջին զանգի ամենահայտնի երգերը, ձեզ հաջողություն ենք մաղթում ձեր հետագա կարիերայի ճանապարհին եւ միմիայն թող բարձունքներ նվաճեք։ Վերջին զանգի թեմային կարծում եմ դեռ հնարավորություն կունենանք անդրադառնալու մեր առաջիկա եթերներում, բայց ինչպես եթերաժամի սկզբում նշեցի, այսօր խոսելու ենք մեր հյուրերի հետ Երևանում արդեն մի քանի տարի անցկացվող ամենահայտնի գինու օրերից, Yerevan Wine Days, ինչպես դա կոչվում է անգլերենում, եւ թեմայի հետ կապված այսօր որոշել ենք թերթել եւ ծանոթանալ, թե աշխարհում այլ ինչ հետաքրքիր փառատոններ կան, որոնք իրենց շուրջն են համախմբում տասնյակ հազարավոր, ինչու ոչ նաեւ միլիոնավոր մարդկանց։ Դրանցից մեկը օրինակ Բելգիայում անցկացվող Tomorrowland փառատոնն է, այն էլեկտրոնային երաժշտության ամենամեծ փառատոնն է եւ 2005 թվականից անցկացվում է։ Հետաքրքիր է, որ այս տարածքը, որտեղ անցկացվում է այս փառատոնը, բացօթյա քաղաք է հիշեցնում եւ այստեղ օրինակ չկան հյուրանոցներ եւ փառատոնի հենց մասնակիցների համար հատուկ այդ օրերի նպատակով կառուցվում են վիթխարի վրանային այսպես ենթակառուցվածքներ։ Մի քանի օրում քաղաքը վերածվում է այսպես վրանային քաղաքի եւ այստեղ ելույթ են ունենում աշխարհի ամենահայտնի
դիջեյները իրենց ամենահետաքրքիր էլեկտրոնային եւ լուսային շոուներով, օրինակ Դեվիդ Գեթա, ամենահայտնի դիջեյներից մեկը, որ հաճախ ելույթ է ունենում, եւ սա իսկապես էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար այսպես պոպուլյար փառատոնն է։ Հաջորդը Oktoberfest փառատոնը, սա աշխարհի ամենահայտնի ժողովրդական փառատոններից մեկն է, Գերմանիայում է անցկացվում Մյունխեն քաղաքում, տևում է մոտ 2 շաբաթ, սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբ, այս ընթացքում ավելի քան 6 միլիոն մարդ այցելում է Մյունխեն, ինչը հետաքրքիր է, որ գերազանցում է այս քաղաքի բնակչությունը մի քանի անգամով։ Oktoberfest-ի գլխավոր բաղադրիչը շատերի սիրելի գարեջուրն է, այն կարծես գետի պես է հոսում այդ օրերին, իսկ երաժշտությունը որևէ վայրկյան չի դադարում, ընդհանուր առմամբ փառատոնում ներկայացված է լինում 16 մեծ եւ 15 փոքր վրաններ, որտեղ աշխարհի այսպես տուրիստները կարող են համտեսել ամենատարբեր գարեջրերը, բայց միգուցե ձեզ շատ քիչ թվաց 16 վրան եւ 15 էլ փոքր վրան, ասենք որ յուրաքանչյուր վրան այնքան մեծ է, որ այստեղ մինչև 6000 մարդ կարող է տեղավորել, իսկ փոքրերում մինչև 500 մարդ։ Եվ խոսելով փառատոնների մասին, չենք կարող առանձնացնել, կարծում եմ մեր մանկության առնվազն գոնե բրազիլական սերիալներից մեզ վառ տպավորություններ թողած Ռիոյի կարնավալները, Ռիո դե Ժանեյրոյի փառատոնը համարվում է մեր ժամանակների ամենամեծ ու տարածված հետաքրքիր մշակութային տոներից մեկը, ամեն տարի փետրվարի վերջին անհավատալի մեծ թվով միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից գնում են Ռիո եւ վերջին տարիներին օրինակ փառատոնը գրավել է ավելի քան 1 միլիոն մարդու։ Սամբայի 12 դպրոցներ են հանդես գալիս իրենց ոսկու, գունագեղ, փետուրների եւ թանկարժեք քարերով պատված տարազներով, պարողներին ուղեկցում են հսկա կենդանիներ, իսկ ցուցահանդեսի ընթացքում Ռիոյի փողոցներում շատ փոքր այլ փառատոններ են անցկացվում եւ մենք գիտենք, որ սա իսկապես ամենաշքեղ եւ ամենափայլուն իրադարձություններից մեկն է։ Շատ տարիներ առաջ դրան ինչ որ հետևում էինք հեռուստացույցով, իսկ հիմա այսօր արդեն կարող ենք տարբեր տեսանյութեր դիտել, հատկապես այդ օրերին Instagram-ը լցվում է տարատեսակ կարճ տեսանյութերով, որոնք ներկայացնում են Ռիոյի փառատոնը։ Եվ իհարկե Լա Տոմատինան Իսպանիայում տարածված եւ ամենաշատ զբոսաշրջիկներ ունեցող փառատոններից մեկն է, որն անցկացվում է օգոստոսի վերջին չորեքշաբթի օրը։ Այսօրը մարդիկ հավաքվում են Բունյոլ քաղաքում մասնակցելու լոլիկի, ճակերտավոր ասած կոտորածի, քանի որ փառատոնի ընթացքում 150 տոննա լոլիկ է։ 1 ժամում սպառվում, քաղաքը ամբողջությամբ պատվում է լոլիկի հյութով։ Զբոսաշրջիկների համար հաճախ սա տարօրինակ եւ ինչու ոչ նաեւ բարբարոսություն հիշեցնող փառատոն է, բայց տեղացիների համար սա հին ավանդույթ է։ Մասնակիցները հիմնականում սպիտակ հագուստ են կրում, որպեսզի այսպես առավել ընդգծվի այդ գունագեղությունը։ Այս փառատոններից որևէ մեկին ինձ բախտ չի վիճակվել մասնակցելու, բայց Հայաստանում էլ մենք ունենք բավական հետաքրքիր փառատոններ, իհարկե հաճախ դրանց մեջ գերակշռում է գաստրոնոմիկ բաղադրիչը, դրանց մասին դեռ կխոսենք, բայց հուսանք, որ երբեմն նաև առիթ կլինի մասնակցելու այս համաշխարհային փառատոններից որևէ մեկին։ I got my bad shades on, jump like I'm in my zone. I'm sick of the news, I'm sick of the views, I'm sick of the lies they've told. Come on and shine the light, come on and shine on me. Yes, you can see, I don't believe anything they told me. Letting me down, lifting me up, keeping me slow. I don't give up, staring me apart, I'm alive. Just wanna look up, up before I can climb these heights, man, I can't stop at all. I'm standing tall. I'm a survivor. Stay alive, do or die, my prime, I'm a fighter. I'm a survivor, won't be tied up. Break from the pain, take your place, I'll remind ya. I'm a survivor. Break me down.
Ֆինանսը 51 այսօր որոշել եմ առիթից օգտվել եւ քանի բոլոր տեղերը ազատ են եթերի ընթացքում տարբեր աթոռներ զբաղեցնել, բայց այսօր խոսում ենք աշխարհի տարբեր երկրներում անցկացվող հետաքրքիր փառատոնների մասին, բայց այսինքն որ այսօր մի շատ կարևոր տոն է, որովհետեւ այսօրն է ծնվել իմ շատ սիրելի գործընկեր Մարինա Գրեգը, նա այսօր երկրում չէ, որովհետեւ նրա տարեդարձն է, բայց ունենք հնարավորություն նրան միանալ եւ ոչ միայն նրան, այլև մեր գործընկեր Լուսինե Մուրադյանին եւ ողջունել, տեսնենք որտեղ են եւ ինչպես են անցկացնում Մարինայի ծննդյան օրը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ահա, մեր ուղիղ կապը կայացավ։ Վերջապես։ Մարինա, ես շնորհավորում եմ քեզ քո ծննդյան օրվա առթիվ, քեզ մաղթում եմ միմիայն հրաշալի ճամփորդություններ, առողջություն, իհարկե հաջողություն եւ դիպը փող, որպեսզի կարողանաս հնարավորինս շատ ճամփորդել։ Շնորհակալ եմ շատ, Սևակ ջան, ես ուզում եմ քեզ նաև շնորհակալություն հայտնել, որ այս օրը դու մենակ ես եթերում, մենակ ես, բայց միայնակ չես եւ ամբողջ 1.5 ժամ այսպես քո ուսերին տանում ես մեծ պատվով եւ հույս ունեմ, որ մեր ռադիոլսողները այսօր քեզ մենակ չեն թողնի, որովհետեւ մենք էլ ենք քեզ հետ եւ քեզ մենակ չենք թողնում։ Շատ շնորհակալ եմ։ Ինչպես է անցնում քո ծննդյան առավոտը։ Շատ շոկ, քանի սպասում ենք, որ դու մեզ միանայր, արդեն կարելի ասել հալվում ենք արևից, եթե լինեինք ձու, արդեն եփված կլինեինք, որովհետև այստեղ պլյուս 43 է այս պահին։ Ես ասեմ, որ իմ գործընկերները Աբու Դաբիում են, որտեղ տեսազանգի հնարավորությունը մի փոքր բարդ է, դրա համար մի քիչ ուշ կարողացանք միանալ, բայց կարևորը ստացվեց։ Այստեղ տարօրինակ կանոններ են գործում այդ առումով, բայց մենք շատ երջանիկ ենք, չենք ընկճվում եւ ամենակարևորը, որ հնարավորություն կա ձեզ ռադիոլսողներին ու մեր գործընկերներին ասել բարի լույս։ Ես էլ եմ արդից օգտվում սրտան շնորհավորում Մարինային ծննդյան տարեդարձի առթիվ, արդեն ասել եմ ինչեր եմ մաղթում, նաեւ ուզում ենք մենք շնորհավորել մեր մյուս գործընկերոջը Արմինե Կիրիակոսյանի ծննդյան տարեդարձի առիթով, միշտ ինձ այդքան թեթև այդքան հմայիչ, այդքան խենթ Արմինեն։ Եվ կյանքը սիրող, որովհետև երկորյակները սիրում են կյանքը։ Այո, այստեղ շնորհավորանքն են, իհարկե հնարավորություն ունեմ եթերից հետո նրան շնորհավորելու։ Մարինա, այսօր խոսում եմ այստեղ, անդադ ասում եմ խոսում ենք, բայց մենակ եմ, էլի, չգիտես ինչ օգնակիով եմ խոսում։ Պատկերացրու, որ ես այդտեղ եմ։ Աշխարհի տպավորիչ փառատոնների մասին եւ քանի որ նաեւ այսօր քո ծննդյան օրն է, միքսենք հարցը, ամենատպավորիչ ծննդյան օրը, որ անցկացրել ես։ Ամենատպավորիչ ծննդյան օրը կրկին տարիներ առաջ Էմիրություններում անցկացրած իմ ծննդյան օրն էր, ուղղակի այն ժամանակ ես լրիվ մենակ էի, 2017 թվականի իմ ծննդյան օրն էր, ես մենակ էի ծովափին եւ ինձ համար դա ամեն ինչ էր, զերծ մնալով այդ առօրյայից անգամ այն շնորհավորանքները են, որ անընդհատ պիտի շնորհակալություն, դա չկար, շատ տպավորվել է, հիմա որ այսպես հետել նայեմ, երևի թե միայն դա է, որ շատ տպավորվել է։ Եվ սա կտպավորվի, Եվ ամփոս սա եւս կտպավորվի։ Ես ընդհանրապես սիրում եմ բոլոր ծննդյան օրերը, որոնք անցկացվում են ծովափին, առնվազն, որովհետեւ շատ սիրում եմ ջուրը, դա ինձ երջանկացնում է եւ շատ եմ սիրում արմավենու ծառը, պալման, դրա համար ինձ բավական է միայն արև եւ արմավենու ծառ, իմ տրամադրությունը բարձրանում է, հիմա մտածում եմ այստեղից հետս բերեմ մի ծառ։ Ճիշտ քո տեղում ես հայտնվել, փաստորեն։ Ու եթերում աճացնենք այդ արմավենու ծառը, իդեպ մենք լսում էինք քեզ Սևակ եւ հասկացանք, որ այսօր խոսում ենք տարատեսակ փառատոներից։ Ու մեր մոտ գաղափար առաջացավ, իսկ ինչու մենք չստեղծենք մեր սեփական փառատոնը, հիշում ենք, որ ունենք այսպիսի արտահայտություն ծովից ծով Հայաստան, բայց փաստացի չունենք ծով, ու հիմա մենք այսպես նայում ենք ու մեր տեսարանը ծովի տեսարան է, հետևաբար որոշեցինք հենց վերադառնանք Հայաստանում կանենք ծովի փառատոն։ Հրաշալի կլինի։ Բիզնես գաղափարով հետ եք գալիս։ Կհիշենք ինչեր ունեինք, հա։ Ինչ եք պատրաստվում այսօր անել, դրանով էլ եզրափակենք մեր այսօրվա։ Իրականում աղջկական հավաքույթ է այսօր մեզ մոտ եւ մտածում ենք, որ ինչ-որ տեղ կգնանք, փոքրիկ երեկույթ մեզ համար կկազմակերպենք, սակայն մինչ այդ բնականաբար ծովում մեզ սպասում է եւ տենչում է, օրը կանցկացնենք ծովափին, հետո երեկոյան արդեն աղջիկներով գնանք գրավելու աշխարհը։ Մենք հիմա կգնանք ծով եւ
փորձենք հասկանալ արդյոք ծովում խցանումներ կան թե չկան։ Ահա։ Սա էլ է շատ կարևոր խցանումների պահը գիտես դե Սևակ ջան։ Ես մի բան եմ բարձրել, փաստորեն ես 3 թռիչք 20 րոպեից ավել ուշացումով է տեղի ունեցել, բայց կրկին ժամանակին եմ տեղ հասել, փաստորեն Մարինայի ասած տարբերակը շատ ճիշտ է այն առումով, որ նրանք ունեն այսպես պահած ժամանակ եւ տևողությունները թռիչքների մի քիչ ավել են ասում այսու այն կողմ, դրա համար էլ մեկ-մեկ ժամանակից շուտ են տեղի ունեցել թռիչքներ, իսկ դու արդեն ասել ես Վարդնոցի ուշացումների ժամանակից շուտի եւ չուշացումների Չէ, դրան դեռ հերթը չի ասել, ձեր գալու օրը անպայման կանդրադառնանք դրան։ Ձեզ այսօր լավ օր եմ մաղթում, բարի ժամանց։ Շնորհակալ եմ, ձեզ լավ եթեր։ Եվ անհամբեր սպասում ձեր վերադարձին հաջողություն։ Ահա, մենք միացել էինք մեր գործընկերներին, Լուսինեին եւ Մարինային, օգտվելով առիթից եւս մեկ անգամ շնորհավորենք բոլոր նրանց, ովքեր ծնվել են այսօր եւ նշում են իրենց տարեդարձը։ Իսկ այս պահին մեր եթերում գովազդային փոքրիկ դադար, որից հետո արդեն կվերադառնանք եւ աստիճանաբար խոսքը կփոխանցենք ռադիո լուրին։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:58 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը եւ վերջապես տաղավարում արդեն մենակ չեմ, Արմինեն է միացել Գևորգյան ռադիոլուրից, բարի լույս Արմինե, եւս մեկ անգամ, այսօր խոսում ենք հետաքրքիր փառատոններից եւ հատկապես գինու օրերից, ինչ տպավորություններ ունես։ Գինու փառատոնից բարբերաբար, որ ասեմ շատ հաճախ եմ մասնակցում, չէ, սուտ կլինի, ես ավելի շատ գաստրոնոմիական այդպես ասած փառատոններն այդքան սիրահար չեմ, ավելի երաժշտական փառատոնների սիրահար եմ։ Օրինակ հիմա Թումոյում լինելու է բալետային հրավառություն, միշտ մասնակցում եմ։ Այո, իդեպ հենց այդ օրերին էլ մեկնարկում է, այնպես որ Հայաստան եկող զբոսաշրջիկները կարծում եմ չեն կողմնորոշվելու ուր գնան։ Գինի խմեն, բալետ դիտեն եւ տարատեսակ այլ միջոցառումներ, բայց կարեւոր է, որ մեր երկիրը միշտ շատ հետաքրքիր եւ զարմանալի այսպես բաներ ունի առաջարկելու զբոսաշրջիկներին։ Այո։ Եվ կարծես թե այսօր հոբելյարների շարքը շարունակվում է, այսօր վերջին զանգ է, հա, ես ուզում եմ ուղակի, հա, չարաշահեմ իմ դիրքը, այսպես ասած, այսօր մեր շատ սիրելի գործընկերների երեխաների վերջին զանգն է, Հասմիկ Մարտիրոսյանի, ում ռադիո լսողը շատ լավ գիտի, Մարլենա Հովսեփյանի աղջիկն է ավարտում, Հասմիկ Մարտիրոսյանի տղան, Լիլիթ Աղբալյանի տղան է ավարտում դպրոցը, Բարեգամ Ղուկասյանի տղան է ավարտում դպրոցը, ես շնորհավորում եմ իմ գործընկերներին եւ ուզում եմ որ նրանք իսկապես հասնեն իրենց երազանքներին եւ ամենակարևորն ապրեն արժանապատիվ երկրում, մեր հայրենիքում։ Իսկ իմ վերջի զանգից հիշում եմ, որ 29 տարի առաջ ավարտեցի դպրոցը եւ այդ ժամանակ հիշում եմ, որ մայրս Մոմի Լույսի տակ կարեց մեր դասարանի աղջիկների գոգնոցները, մենք ֆորմա ֆարտուկ էինք հագնում այդ ժամանակ ու նաեւ դժվար էր ծաղիկներ գնել, ճարել, գտնել, բայց մերոնք գտել էին այդ ծաղիկները, դա է ինձ մոտ տպավորվել։ Շնորհավորենք բոլորին եւ միանանք լուրերին։ Միանանք լուրերին։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամ է, խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Այսօր հանրապետության դպրոցներում 61000 շրջանավարտների համար հնչելու է վերջին զանգը վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնում այն բոլոր տարածքներում, որտեղ նախատեսվում են վերջի զանգի հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ։ Ոստիկանությունը միջոցառումների մասնակիցներին հորդորում է դրսևորել բարձր իրավագիտակցություն եւ իրավահարկ վարք։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ շնորհավորական ուղերձ է եղել վերջին դասի կապակցությամբ, ուղերձում մասնավորապես ասված է. Համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների ու նպատակների հետևից, սխալներից սովորելով, երբեք չընկճվելով եւ աճող կենսունակությամբ։ Դպրոցը նաեւ դրա մասին է, ձեր կյանքին պատրաստելու ոչ միայն գիտելիքներով, այլև էմոցիոնալ եւ հոգեվոր հասունությամբ։ Լավ սովորեք, որ լավ ապրեք։ Բարի երթ, ասված է ուղերձում։ Հայաստանի Հանրապետության տարածքում արևմտյան Ադրբեջան չկա, արևմտյան Ադրբեջան Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը, արձագանքելով նախորդային Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ Իլհամ Ալիևը նշել էր, թե առանցքային է իր հայրենակիցների Հայաստան տեղափոխվելու կամ ինչպես Ալիևն է ձևակերպել վերադարձի հարցը։ Հիշեցնենք, որ հայկական կողմը նախկինում էլ բազմիցս արձագանքել է Ադրբեջանի այս խոսույթին, շեշտելով, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները դիտվում են որպես տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության միջազգային իրավապաշտպանների գնահատմամբ կեղծ եւ շինծու դատավարությունը։ Վերջին նիստում դատարանում ցուցադրվել է Արցախի ազգային ժողովի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանի 2016 թվականին տված հարցազրույցի տեսագրությունը, որտեղ նա ասում է, որ ամենաճիշտ ուղին ի վերջո Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելն է։ Սա պետք է լինի մեր գլխավոր եւ վերջնական նպատակը, ասել է Իշխանյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ցուցադրվել են նաև այլ տեսանյութեր, այդ թվում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններից։ Հանրային գործիչ Մանեթ Հանդիլյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վիգեն Էլուքեջյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա այսօր։ Թուրքիան ակնկալում է, որ քաղաքական պայմաններն այնպիսին կլինեն, որ Բաքուն եւ Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել, հայտարարել է Թուրքիայի անվտանգության խորհուրդը։ Խորհրդի նիստն անցկացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, որից հետո վերջինս հանդես է եկել հայտարարությամբ։ Անկարան հույս է հայտնել, որ անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն վերջնական խաղաղության հաստատման համար, որը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր կողմերին։ Պաշտոնական Երևանը եւ Բաքուն մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի մշակման աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն պայմաններ է առաջ քաշում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկարտումներ պարունակող Հայաստանի սահմանադրության փոփոխության, Ղարաբաղյան հարցով 3 տասնամյակ զբաղված ԵԱԿ Միսկի խմբի լուծարում։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է տեղ խոշորացված համայնքի Խոզնաֆար եւ Խնածաղ բնակավայրեր։ Այցի նպատակն էր տեղում մարդու իրավունքների վիճակին ծանոթանալը եւ փաստահավաք աշխատանքներ իրականացնելը։ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ սահմանային անվտանգության հետ կապված իրողությունների պայմաններում բնակիչների համար դժվարացել է գյուղատնտեսությամբ զբաղվելու եւ իրենց ընտանիքների կենսական կարիքները հոգալու հնարավորությունը։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները մարտահրավեր են մարդու իրավունքների ողջ համակարգի տեսանկյունից։ Այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքների սկզբունքները։ Մեկ լուր միջազգային լրահոսից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել է Հարվարդի համալսարանի միջազգային ուսանողների ընդունելության հնարավորությունը պարտադրելով ուսանողներին կամ տեղափոխվել այլ ուսումնական հաստատություններ կամ լքել երկիրը կորցնելով օրինական կարգավիճակը։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը կարգադրել է դադարեցնել Հարվարդի համալսարանի ուսանողների փոխանակման այցելուների ծրագրի հավաստագրումը, որը նախատեսված էր 2025-26 թվականների ուսումնական տարվա համար։ Հարվարդը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի քայլը, որն ազդում է հազարավոր ուսանողների վրա, անօրինական է եւ հավասարազոր է վրեժխնդրության։ Եվ վերջում վերադառնանք Հայաստան եւ տեսնենք ինչ է տեղեկացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Ֆեդերացիան հայտնում է, որ համացանցում ազգային հավաքականի հանդիպումների, մասնավորապես Հայաստան-Պորտուգալիա հանդիպման կեղծ տոմսեր են վաճառվում, տեղեկացնում ենք, որ ֆեդերացիան չի համագործակցում այդ կայքերից որևէ մեկի հետ։ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը, հանրային ռադիոյի եթերում խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանց է 10-ը վերադառնում ենք ուղիղ եթեր, եւս մեկ անգամ բարի լույս ենք ասում բոլոր նրանց, ովքեր նոր են մեզ միացել, եւ շնորհավորում ենք բոլոր նրանց, ում տոնն է։ Այսօր տոնը շատ մեծ հասկացություն է, վերջին զանգից մինչեւ ծննդյան օր, այսօր կարելի է շնորհավորել, մանավանդ որ այսօր հանրապետությունում իսկապես վերջին զանգ են նշում եւ մեր մեկնաբանությունների դաշտում էլ բազմաթիվ շնորհավորանքներ կան, բայց մինչեւ այդ մենք ունենք հեռախոսազանգ, տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։ Սևակ ջան, բարի լույս։ Բարև ձեզ։ Սարգիսն եմ միացել, ո՞նց։ Ես միանգամից ճանաչեցի։ Լավ, դուք ո՞նց եք։ Ոչինչ, Սևակ ջան, Սևակ ջան, ուզում եմ շնորհավորեմ մեր Մարինայի եւ Արմինեի ծննդյան օրը, այո։ Ակտիվ, այո։
նրանց ցանկանալու առողջություն, երջանկություն, ամենալավն ու բարին։ Նաև շեշտեմ մեր դպրոցականներին։ Շեշտ շնորհավորենք նրանց, ասենք, վերջի զանգը եւ ցանկանանք բարձրագույն վերելքնել իրանց կյանքի ուսման շրջանում։ Ամենալավն ու բարին բոլորին։ Շնորհակալ ենք բարեմաղթանքների համար, այո, այսօր շատ կհնչեն շնորհավորանքներ, հատկապես շրջանավարտներին ուղղված եւ մեր մեկնաբանությունների դաշտում էլ բավական շատ այսպես բարեմաղթանքներ կան։ Դավիթ Ղուկասյանը բարի լույս հայ ազգին, արդյունավետ լավ օր եմ ցանկանում բոլորիս։ Կարինե Գրիգորյանը գրել է բարի սիրուն մայիսյան առավոտ, ձեր մշտական ունկնդիրն եմ, շատ հավանում եմ ձեր հաղորդաշարը, միասին ձեզ հետ խմում եմ սուրճը։ Շատ շնորհակալ ենք։ Լևոն Ասատրյանը այսօր իմ մայրիկի եւ Մարինա Գրեգի ծննդյան օրն է, ասենք շնորհավոր, այո, եւս մեկ անգամ շնորհավորում ենք։ Հովանես Խոնդյանը գրել է շնորհավոր վերջին զանգ, Էդիկ Բաբուջյանը շնորհավորել է Մարինային, իսկ ահա Արման Սարգսյանը գրել է ես բարձրացա դիմաց լեռը, հավանաբար հիշում եք, հիասքանչեր պարզապես խորհուրդ եմ տալիս, քանի որ արդեն ամառը մոտենում է, շատ արշավել եւ շատ լեռներ նվաճել, իսկական ներդաշնակությունը լեռներում է։ Եթե չեմ սխալվում, մեր ռադիոլսողը զանգահարել էր մեզ եւ խոսել էինք այս մասին եւ ահա այսօր մեզ հայտնում է, որ իրականացրել է իր այդ ցանկությունը եւ բարձրացել է դիմաց լեռը։ Իսկ հա շատ-շատերը, հատկապես շատ զբոսաշրջիկներ հունիսի սկզբին կիրականացնեն իրենց ցանկությունը եւ կգան Հայաստան ու կմասնակցեն գինու օրերին հունիսի 6, 7, 8 Թումանյան, Մոսկովյան, Սարյան փողոցները կրկին այսպես շատ մարդաշատ կլինի, որովհետեւ Հայաստանը որպես աշխարհի հնագույն գինեգործական կենտրոն կրկին կբացի իր դռները գինու սիրահարների առջև եւ տեղի կունենա գինու ամենասպասված իրադարձությունը համախմբելով հարյուրավոր գինեգործների, ռեստորանների, երաժիշտների եւ հազարավոր այցելուների։ Իդեպ ասեմ, որ արդեն 9-րդ անգամ է, որ Հայաստանում անցկացվում է այս փառատոնը եւ ամենևին առանց չափազանցնելու, ասենք, որ շատ ու շատ այլ փառատոններ հետագայում հենց այսպես ասած փառատոնից ոգեշնչվեցին եւ սկսեցին իրականացնել տարատեսակ գաստրոնոմիկ իրադարձություններ։ Այդ ամենի մասին րոպեներ անց զրուցելու ենք մեր հյուրերի հետ, այնպես որ անպայման խորհուրդ ենք տալիս հետևել մեր զրույցին 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է կամ Facebook-յան մեկնաբանությունների դաշտում կարող եք գրել ձեր հարցերը այս տարվա ծրագրի, նորությունների եւ շատ ու շատ այլ թեմաների վերաբերյալ մենք սիրով դրանք կընթերցենք։ Իսկ հիմա երգ գինու մասին Խմում է հատիկ, նա դառնում է նրան հատիկ, ով խմում է բազմապատիկ, նա զարկվում է պատե-պատիկ, ով խմում է բազմապատիկ, նա զարկվում է պատե-պատիկ։ Միթասը լավ է, երկուսը բավ է, բայց լավ իմացի, երորդը ցավ է։ Միթասը լավ է, Sabave, Vaishnavi Masi, Yerorta Save. Կյանքում այսպես ամեն մի բան Չափի մեջ է միշտ գեղեցիկ Նույնիսկ բաշակ նորախության իր չափն ունի անչափ մարդիկ Նույնիսկ բաշակ նորախության իր չափն ունի անչափ մարդիկ Միթասը լավ է, երկուսը բավ է Բայց լավ իմացիր երորդը ցավ է
Սուրճ ու սեր առավոտից։ Հովանես Շիրազի հայտնի բանաձևը միթասը լավ է, երկուսը բավ է, երրորդը ցավ է, բայց գինու օրերին կարելի է կարծում եմ այս բանաձևից մի փոքր շեղվել, քանի որ իսկապես տարատեսակ արտադրողներ իրենց հետաքրքիր արտադրանքն են ներկայացնում եւ գոնե արժե 1-2 կում փորձել համտեսել հնարավորինս շատ գինի։ Նախորդ տարի փառատոնը հրաշալի արդյունքներ է ցույց տվել 120,000-ից ավելի այցելու, որոնցից կարծես 30%-ը զբոսաշրջիկներ են եղել։ Այս պահին կճշտենք բոլոր կարևոր տվյալները եւ այս տարվա սպասվելիք կարևոր նորություններ մեր տաղավարում են Լիլիթ Ծառուկյանը, Էվենտուրա ընկերության փոխտնօրեն եւ նույն ընկերության մեդիա հաղորդակցության պատասխանատու Մարգարիտա Հարությունյանը։ Բարի լույս։ Ողջույն։ Բարի գալուստ մեր տաղավար։ Ես պատկերացնում եմ այս մեծամասշտաբ միջոցառումից առաջ, թեև դեռ կարծես մոտ 2 շաբաթ կա, ինչքան խառն է ձեր գրաֆիկը։ Շնորհակալ եմ, որ այսօր ժամանակ եք գտել նաեւ մեր ռադիոլսողների հետ կիսվելու սպասվելիք միջոցառման մանրամասներով, բայց նախ գանք նախորդ տարվա ամփոփումից 120,000 ես նշեցի, ինչ հետաքրքիր տվյալներ կան, որ գրանցեցիք նախորդ տարի եւ միգուցե գերազանցեցիք ձեր ռեկորդը։ Ողջույն Սևակ ջան, ողջույն հարգելի ունկնդիրներ, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար ձեր տաղավարում։ Այո, Երևանի կինոօրեր փառատոնին 2024 թվականին այցելել են 120,000 պլյուս այցելուներ, որոնցից 30%-ը եղել են զբոսաշրջիկներ, մոտ 25,000 զբոսաշրջիկ ենք մենք ընդունել փառատոնի շրջանակներում եւ նշեմ, որ բացի նրանից, որ իրենք եկել են, նաեւ 25 միլիոնի ԱՄՆ դոլար տնտեսական շրջանառություն է եկել մեր պետություն։ Կարևոր թվերից կարող եմ նշել, որ մենք համագործակցել ենք 250 գործընկերների հետ, ովքեր ամբողջ 3 օրերի ընթացքում ունեցել են 2.2 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանառություն եւ պետական բյուջե մենք բոլոր 250 ընկերությունները հարկ են վճարել մոտ 330,000 ԱՄՆ դոլար։ Այսինքն, բացի նրանից, որ Երևանի գինու օրերը դա միջոցառում է, մարդիկ գալիս են, էմոցիաներ են ստանում, գինի են վայելում, մենք նաև տնտեսական աճ եւս գրանցում ենք եւ մեր փառատոնի ու ընդհանրապես Էվենտուրա իրադարձային զբոսաշրջության գործակալության նպատակը իրադարձային զբոսաշրջության զարգացումն է։ Կարող եմ նշել, որ նաև կարևոր թվերից է, որ փառատոնի 3 օրերի ընթացքում 42,000 շիշ գինի է վաճառվել։ Զարմանում եմ, ինչպես է կարողացել այս հաշվարկը անել, որովհետև այդ օրերին շատ մարդաշատ է եւ շատ դժվար է վերահսկել երբեմն իրավիճակը, բայց կարևոր է հատկապես, որ այդքան հարկ է վճարվել պետությանը եւ այդքան զբոսաշրջիկ է ներգրավել։ Իհարկե կարևոր է, որ փառատոնը նաեւ մեծ տեղացիներից հաճելի էմոցիաներ է բարգեվում, բայց գիտենք, որ առաջնային է նաեւ զբոսաշրջային հոսքեր ներգրավել։ Այո, թվերը մի փոքր ավելի քիչ են, իրականում թվերը ավելի շատ են, մենք հարցումներ ենք իրականացնում, բայց այսպես ամփոփ թվերը ներկայացնում ենք, որ մեր այցելուներն էլ բոլորը իմանան ինչպիսի կարևոր գործ ենք մենք իրականացնում։ Հունիսի 6, 7, 8 այս տարվա ամսաթվերն են, ինչ սպասել այս օրերին։ Մենք ունենք հատուկ մշակված նորություններ, որ համ իրանք ներառում են կրթական բաղադրիչ, համ ժամանցային, համ մշակութային։ Այս տարի որոշել ենք մի փոքր ավելի շատ խառնենք մշակույթը արվեստը գինու հետ։ Այդ նպատակով ունենալու ենք հատուկ տաղավարներ հենց միավորող արվեստն ու գինին։ Օրինակ ունենալու ենք
կիրառական նկարչության տաղավար, որտեղ այցելուները կարող են նկարչի ուղեկցությամբ գինու բաժակների ու գինու շշերի վրա գինեգործությանը վերաբերվող ինչ-որ նկարներ նկարել։ Նաև ունենալու ենք նկարչություն հովհարների վրա։ Նաև ունենալու ենք գրաֆիտի պատ, որտեղ նկարելու ենք կարաս, էլի նկարչի ուղեկցությամբ։ Ուզում եմ ասել, որ կարասը մենք ընտրել ենք հիմնականում, որովհետև ոչ միայն հանդիսանում է գինեգործության խորհուրդը, այլ նաև մեր բրենդինգի առանցքային մասն է ու հենց մեր լոգոն, մեր տարբերանշանը հենց թվինից պեղված կարասի ուրվագծով է արված, ու մեզ համար շատ կարևոր է անընդհատ շեշտել, որ հենց փառատոնը ունի շատ կրթական բաղադրիչ ու ամեն կերպ փորձում է տարածել, որ Հայաստանը հանդիսանում է ոնց որ գինեգործության բնորանը, ու դրա հետ մեկտեղ նաև առաջատար մեկնուղի է հանդիսանում այսօր գինեգործության համար։ Նորություններից ունենք նաև տեղեկատվական արշավ, կոչվում է Քո գինու օրվա ճանապարհը։ Եվ ինչ է դա։ Դա արշավ է, որը իրականացվելու է եւ գինու օրերին, եւ գինու օրերից դուրս։ Այսինքն հիմա էլ ենք մենք զբաղվում այդ արշավով, դա հատուկ մշակված քարտեզներ են զբոսաշրջիկների համար եւ գինու սիրահարների համար, ովքեր կարող են այդ քարտեզի միջոցով ծանոթանալ ոչ միայն փառատոնի հետ, այլ նաև Հայաստանում գտնվող բոլոր պատմամշակութային գինեգործական մեկնուղիների հետ։ Քարտեզները ներառում են օրինակ օրակարգ, որ օրինակ այցելուն վերցնելով քարտեզը կարող է նայել եւ ասել այսօր ես իմ օրը կարող եմ սկսել օրինակ այցելելով Հայաստանի պատմության թանգարան, այնտեղ գտնելով օրինակ Սուրբ Հաղորդության գավաթը կամ ծանոթանալով 1-ից 2-րդ դարերին թվագրվող կավեանոթների հետ։ Հետո կարող եմ իմ ուղին շարունակել գինեգործարաններից մեկում, մենք ունենք հստակ 20 մշակված գինեգործական մեկնուղիներ, գինեգործարաններ, որոնք ներառել ենք, ուղղակի հիմա չեմ նշի անունները, եւ իր օրը կարող է ավարտել հենց գինու օրերով։ Յուրաքանչյուր ոնց որ այդ գինեգործական ճանապարհորդության մեկ ավարտը դա գինու օրերն է, բայց հիմնականում դա միտված է, որպեսզի համ զարգացնենք համայնքային զբոսաշրջությունը, համ ծանոթացնենք զբոսաշրջիկին Հայաստանում գտնվող արվեստի եւ արտեֆակտների հետ գինեգործական, ոչ միայն օրինակ կարասների, այլ կավեանոթների հետ, այլ նաև օրինակ այն նկարիչների ու ստեղծագործողների աշխատանքին, որոնք որևէ կերպ առնչվել են, որոնք կերպ ստեղծագործել են գինու մասին, օրինակ Մանուկ Ղաբեղյանի, Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի, այդպես ոնց որ զբոսաշրջիկի մոտ մենք ստեղծում ենք էմոցիոնալ կապ Հայաստանի հետ ու նրա այցը որպեսզի լինի ավելի շարունակական ու ավելի մեծ պատկերացում ունենա գինորերի մասին։ Հրաշալի միտք է, քանի եկել են զբոսաշրջիկները, օգտագործենք այդ առիթը եւ այո, չսահմանափակվենք միայն Սարյան փողոցով, որտեղ իհարկե հրաշալի միջոցառում է, բայց նաեւ ծանոթացնենք մեր մշակույթին։ 30% զբոսաշրջիկներ մոտ նշեցիք, 120,000-ից որ երկրներից են։ Հիմնականում Եվրոպայից են այցելում շատ, տարբեր երկրներից են, ունենք շատ զբոսաշրջիկներ Ռուսաստանից, ունենք շատ զբոսաշրջիկներ եվրոպական երկրներից, Իրանից։ Մենք հիմնականում աշխատում ենք տուրօպերատորների հետ, մեր իրադարձային զբոսաշրջությունը այդպես է աշխատում, որ տուրօպերատորները կազմում են փառատոնի, ներառում են փառատոնը իրենց ծրագրում դեռևս 1 տարի առաջ ու մի շարք երկրների ներկայացուցիչներ կարողանում են այդպես այցելել Հայաստան։ Ունենք նաև համագործակցություն ԱՄՆ-ի հետ ու այս տարի ունենալու ենք լրատվական ներկայացուցիչներ ԱՄՆ-ից։ Մենք ԱՄՆ-ից տենց շատ այցելուներ ոնց որ թե դեռ չունեինք, բայց քանի որ այս տարի համագործակցել ենք The Armenian Project-ի հետ, ընկերության հետ, ովքեր ապահովում են Հայաստանի ներկայացվածությունը միջազգային հարթակներում եւ նրանց միջոցով, նրանց հետ աշխատանքի միջոցով ունենալու ենք 2 լրագրող հենց ԱՄՆ-ից ու հուսով ենք, որ մեր այցելուների շրջանակները ավելի կընդգրկվեն ու այդպես Հայաստանը կդառնա իրոք մեկնուղիներից մեկը առաջատար։ Այո, իսկապես առանց չափազանցնելու սա ամենազանգվածային միջոցառումներից մեկն է, փառատոններից մեկն է Հայաստանում եւ ես շատ հաճախ նաեւ կատակով ասում եմ, որ գինու օրերից բացի սա կարծես բարևի փառատոն է, որովհետեւ գնում ես Սարյան պողոտա եւ ամեն քայլափոխի բարևում տարբեր մարդկանց հին ու նոր ծանոթների։ Ինձ հետաքրքիր է կա Հայաստանում մի գինեգործական ընկերություն, որ չի մասնակցում այս փառատոնին։ Իրականում մենք ունենք Հայաստանում գործող
աշխատող բոլոր գինեգործական ընկերությունների տվյալները եւ երբ որ հավաքագրում ենք մասնակիցներին, բոլոր ընկերություններին հայտը գնում է, թե մեյլով ենք ուղարկում, թե զանգով տեղեկացնում ենք եւ արդեն այն ընկերություններն, ովքեր պատրաստ են, մասնակցում են ոչ միայն հայտնի գինեգործները, այլ նաեւ նորաստեղծ ընկերություններ։ Երբեմն լինում են նորաստեղծ ընկերություններ, ովքեր գուցե չեն կարողանում բավարարել շշալցված գինիներ մարդկանց սպասարկելու համար եւ ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցում։ Բայց նաեւ նշեմ, որ այն նորաստեղծ ընկերությունները, ովքեր գալիս են, իրանք շատ մեծ ճանաչելիություն են ձեռք բերում, սա շատ մեծ մարքեթինգային քայլ է իրենց համար եւ հաջորդ տարի, երբ որ իրանք արդեն կրկին գալիս են, արդեն ճանաչված գինեգործ են։ Գինու օրերի հարթակը ոչ միայն B2C հարթակ է, այլ նաև B2B հարթակ է, քանի որ տարբեր երկրներից գալիս են տարբեր գինեսերներ, դիստրիբյուտորներ, գալիս ծանոթանում են եւ տեղում բանավոր կապեր են ոնց որ բանավոր հաստատում եւ հետո արդեն բանավոր խոսքը դառնում է գործ եւ հայկական գինիները արտահանվում են տարբեր երկրներ, շատ նմանատիպ փորձեր ենք ունեցել եւ շատ ուրախ ենք, որ մեր գինիները արտահանվում են եւ մենք կարողանում ենք մեր հարթակով նպաստել, որպեսզի իրենք ճանաչելիություն ձեռք բերեն։ Շատ բարի։ Երևանի գինու օրերի մասին մեր զրույցը կշարունակենք փոքրիկ գովազդային դադարից հետո, այնպես որ մի փոխեք ալիքը։ Սուրճ ու սեր առավոտից։ 10:28 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը սուրճ ու սերին, այսօր մի քանի կաթիլ գինի ենք ավելացրել, որովհետև զրուցում ենք հունիսի 6-ից 8-ը Երևանում անցկացվող Երևանյան գինու օրեր մեծամասշտաբ միջոցառման մասին եւ ամեն տարի այս միջոցառումը զարմացնում է իր նորություններով, բացի նրանից տաղավարներ, բազմաթիվ գինի արտադրող ընկերություններ, նաեւ այսպես գաստրոնոմիկ իրադարձություններ, բայց ամեն տարի նաեւ լինում են այլ հետաքրքիր նորություններ, ինչ կա բացի ձեր նշած այդ արվեստի հետ միաձուլումից այս տարի, որ ամբողջովին նորություն է թե ձեզ, թե այցելուների համար։ Նշեմ, որ մեր փառատոնի նորություններից այն է, որ հիմա աշխարհում տենդենց է նկատվում ալկոհոլի ազդեցության նվազման հետ կապված եւ այնտեղ որտեղ ալկոհոլային խմիչքներ կան, պետք է լինի նաեւ ջուր եւ մենք այս տարի ունենալու ենք Երևանի գինորերի բրենդավորված ջրերը, փառատոնի տարածքում կգտնեք, շատ հետաքրքիր բրենդինգով է լինելու եւ փորձելու ենք ալկոհոլի ազդեցությունը նվազեցնել, մարդիկ պետք է խմեն եւ գինի եւ ջուր, եւ արդեն ունենալու ենք մեծ ֆլեշմոբ, ֆլեշմոբի հետ կապված երաժշտական ֆլեշմոբ է լինելու, ժամը հենց երեկոյան 10-ին բոլոր ցանկացողները կարող են հավաքվել բեմի մոտ եւ ամեն օր հնչելու է Երևանին նվիրված սիրված երգերից մեկը ու խոսքերը բաժանվելու են նախապես այցելուներին, այդպես ցանկացողները կարող են միանալ ու ես ինձ տեսնում եմ առաջին շարքերում արդեն ցանկացողները կարող են միանալ այդ ֆլեշմոբին ու այդպեսի միասնական մթնոլորտ ստանալ։ Վստահ եմ, որ նաև այս տարի, ինչպես յուրաքանչյուր տարի, երաժշտությամբ լի է լինելու, չէ՞, տարատեսակ բեմերում ամեն տարի կարծես համերգներ են անցկացվում, բարձր արդեն մշակութային ծրագիրը։ Այո, արդեն հստակեցման ճանապարհին է, բայց ուզում եմ շեշտել, որ մենք մեծ տեղ ենք տալիս նաև սկսնակ երաժիշտներին ու յուրաքանչյուր տարի մեր փառատոնին մասնակցում են բազմաթիվ սկսնակ բենդեր ու անհատ կատարողներ, ու այդպիսով ոնց որ իրանց երաժշտական ասպարեզ մուտքը ավելի դառնում է ավելի ճանաչելի են իրենք դառնում, միանգամից ելույթ են ունենում լայն հանրության առջև։ Մեր համար շատ կարևոր է աջակցել սկսնակ երաժիշտներին։ Ահա
Եվ նաև ավելացնեմ, որ գինու փառատոնը երբ որ սկզբանե կազմակերպվում էր, սկզբնական տարիներին որևէ պետական աջակցություն չունեինք, իսկ այժմ մենք համագործակցում ենք պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ եւ այս տարվա մեր երաժշտական մասը համագործակցելու ենք Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։ Սա հրաշալի օրինակ է, ինչպես է մասնավորի նախաձեռնությունը ծառայում հոգուտ երկրի եւ արդեն տարիների ընթացքում ձեզ հետ սկսեց նաեւ պետական հատվածը համագործակցել։ Եվ ամենակարևորը մասնակիցների համար այն հայտնի գինու բաժակները, կտրոնները, պայուսակները երբանից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել։ Մեր կայքում արդեն իսկ տեղադրված են, մարդիկ ովքեր չեն ցանկանում կանգնել հերթերում, կարող են ձեռք բերել on-line կայքով։ Դե իսկ արդեն փառատոնի տարածքում ունենալու են 23 վաճառքի կետեր, որտեղից այցելուները կկարողանան ձեռք բերել գինու համտեսման փաթեթները։ Նշեմ, որ գինու համտեսման փաթեթների մեջ նաև խաղարկության կտրոններ կան, որ մարդիկ կարող են 3 օր անընդմեջ մասնակցել խաղարկությանը եւ շահել բազմաթիվ նվերներ եւ մեր ամենա հայտնի նվերներից մեկը լինելու է կրուիզ արաբական ծոցով, մասնակցեք եւ շահեք մեր բազմաթիվ նվերներից որևէ մեկը 3 օր անընդմեջ։ Շատ խոստումնալից ծրագիր է փաստորեն եւ ընկերներ հիշում եմ նախորդ տարի նաեւ փառատոնին զուգահեռ այսպես գաստրոնոմիկ հետաքրքիր իրադարձություններ անցկացվում, աշխարհահռչակ խոհարարներ, տարբեր ռեստորաններից Միշլենյան չէ, աստղեր ունեցող Հայաստանում մաստեր կլասներ էին անցկացնում, այս տարի այս հատվածը բաց ենք թողնում։ Այս տարի այդ մասը չի լինելու, ամբողջությամբ լինելու են գինեգործներ, ռեստորաններ եւ այլ գինեգործներ։ Մենք պատրաստվում ենք 2026 թվականի գաստրոնոմիկ օրին, այն անցկացվելու է շատ մեծ շուկով, քանի որ աշխատանքային ծավալը մեծ է եւ մենք շատ մասնագետների ենք հրավիրելու տարբեր երկրներից, այդ իսկ պատճառով այս ֆորմատը կտեսնեք 2026 թվականին արդեն։ Այո, պատկերացնում եմ անցած տարի ինչքան դժվար էր համատեղել այս երկու միջոցառումները եւ աշխարհահռչակ իսկապես խոհարարների հրավիրել, ներգրավել եւ ընկերներ ունեք հիմա հնարավորություն հանրայինի ուղիղ եթերից դիմել մեր ռադիոլսողներին, նաեւ Facebook-յան օգտատերերին, ովքեր դիտում են եւ հրավիրել այս հրաշալի միջոցառմանը հունիսի 6-ից 8-ը։ Խնդրեմ Մարգարիտա։ Բոլորին հունիսի 6-ից 8-ը հրավիրում ենք մեր Սարյան փողոց, Սարյան Թումանյան Մոսկովյան փողոցները միասին վայելելու միջև 100 գինեգործների, միջև 700 գինու տեսակները, լսելու կենթանի երաժշտություն որակյալ, մասնակցելու տարբեր միջոցառումների, ակտիվությունների եւ արվեստային եւ երաժշտական, դիտելու տարբեր ֆլեշմոբներ եւ միասին վայելելու Երևանյան ջերմ երեկոները։ Եվ նաեւ ուզում եմ խնդրել, որպեսզի ըմբռնումով մոտենան այդ օրը ճանապարհային երթևեկության հետ կապված խցանումներին, քանի որ միջոցառումը իսկապես Հայաստանի տնտեսության զարգացմանն է ուղղված, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ եւ նաեւ ուզում եմ մեր տնօրենների գլխավորությամբ շնորհակալություն հայտնել մեր թիմին։ Մենք 10 իգական սերի ներկայացուցիչներով կազմակերպում ենք այս ամեն ինչը։ Շնորհակալություն, սիրելի թիմ։ Այո, առանձնահատուկ գովեստի եք արժանի, որովհետեւ այս մեծամասշտաբ միջոցառումը գիտեմ միշտ որ հնարավորինս փոքր թիմով եք իրականացնում, դա հրաշալի է եւ նաեւ առանձնահատուկ ողջունենք Սարյան փողոցի բնակիչներին, այս օրերին իրենք դե 9 տարի արդեն անցկացվում է, պետք է սովոր լինեն մի փոքր գիշերային ժամերին չէ, երբ վրանները հավաքում են աղմուկի, այդ օրերին շատ դժվար է այդտեղով անցնելը, բայց սա իսկապես հրաշալի տոն է եւ այն տվյալները, որ դուք ներկայացրիք, պարզապես ապշեցնող են մեր երկրի տնտեսության համար է եւ ուղղակի պարզապես զվարճանալու եւ լավ ժամանակ ունենալու, շատ հաճախ մենք նման միջոցառումների մասնակցելու համար ավիատոմս են գնում, մեկնում ենք այլ երկրներ, սա հենց մեր երկրում, մեր մայրաքաղաքում գինու եւ արվեստի հրաշալի միաձուլում է։ Ձեզ հաջողություն եմ մաղթում եւ վստահ եմ, որ կհանդիպենք ձեզ, չնայած այդ օրերին ես տեսնում եմ միշտ ձեզ, այսպես չեք էլ հասցնում գիտակցել թե ինչ է կատարվում, կարեւոր է որ այս տարվա փառատոնն էլ մեծաթիվ զբոսաշրջիկների ներգրավի։ Շնորհակալություն։ Մեր տաղավարում այսօր զրուցում էինք Երևանի գինու օրեր միջոցառման մասին, մեր տաղավարում էին այս միջոցառումը կազմակերպող Իվենտուրա ընկերության ներկայացուցիչները, մեդիա հաղորդակցության պատասխանատու Մարգարիտա Հարությունյանը եւ Լիլիթ Ծառուկյանը Իվենտուրա ընկերության փոխտնօրեն։ Լսենք երգ մեր սիրելի Երևանին նվիրված Ամառը Երևանում եւ վերադառնանք։ Ամառը Երևանում սպասվում է տժժիկ եղանակ։ Հյուսիսային Բողոտան անունը չի արդարացնում, հանվածնում արևն ու երման ասֆալտին ապարկացնում, շոքից նույնիսկ ծառերը հովուստվեր են ման գալիս, միևնույնն է
թե չունիս, թե հայր ու եղնիս Պիտի տնեսիս, տոմսերը առնիս, դռնիս Ամար է Երևանում Ամար է Երևանում Ամար է Երևանում Ամար է Երևանում Ամար Անձնագիրս ուրախանում Դեպի Երևանից տոմսը ստանում Ուրելին ով էլին իմ բարեկամ Ամարս ես տնես կգաս Երևան Летим в Ереван, это Новокаяна Там на машине наш Ереван Под-Армянск мотив по луках Цергини места лиса Патив Хезгитин Сивани Աղցավը տանեմ մեր Երևանի Ամար է Երևանում Ամար է Երևանում Ամար է Երևանում Ամար է Երևանում Հալվում է սիրտս, ախ ինչ լավն ես իմ քաղաք Լավն ես իմ քաղաք, լավն ես իմ քաղաք Դու ծառերի և բետոնի հանրավակ Իմ մայրաքաղաք և հայրաքաղաք Հալվում է սիրտս, ախ ինչ շոք այլանդակ Տոթ այլանդակ ու տապ այլանդակ Խնդրում եմ հովացրու իմ սիրտը պուլպուլակ Սարը պուլպուլակ, ջեստը պուլպուլակ Oh my god, լոսից դու ծրար, չերես կատար, հասար պարակար Ռեկե ռեկետոն, մաղտան կենտրոն, աբովյան թումանյան Let's have some fun, կասկադու տեյան Always number one, փողոց սայատ նովա, the party's not over Բայց գիշերը հովա, հովա Ամար է Երևանում Երևանում ամար է Ամար է Երևանում Երևանում ամար է Ամար է Երևանում Ամար է Մար է Կարակում Արի միատել La 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 Պաու Կարող եմ միատել Չէ Սուրճ ու սեր առավոտից 10:38 լսում ենք Արամեն Պետրիի եւ Գարիկ Մարտիրոսյանի հումորային երգը Ամառը Երևանում, այո, ընդամենը մեկ շաբաթից արդեն Երևանում ամառ կլինի, թեև մայիսյան այս եղանակը իսկապես արդեն ամառը հիշեցնում եւ այս երգից հետո կարծես պարտադիր է թարմացնել տեղեկատվությունը եղանակի մասին։ Մայրաքաղաքում այս պահին 20 աստիճան տաքություն է, ինչպես եթերաժամի սկզբում էլ նշեցինք, այսօր տեղումներ չեն սպասվում ոչ մայրաքաղաքում, ոչ էլ հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ եւ առավելագույնը այսօր 29 աստիճան, գրեթե 30 աստիճան կլինի Երևանում, արդեն իսկական ամառ եւ ամառը պլանավորելու կարևոր այսպես գծերից մեկն է նաեւ առանձնացնել այն միջոցառումները, իրադարձությունները, որոնց պետք է մասնակցել։ Մենք այսօր բավականին այսպես ծավալուն անդրադարձանք Երևանի գինու օրերին, որը եւս մեկ անգամ հիշեցնեմ, 6-ից 8-ն է անցկացվելու Սարյան փողոցում, իսկ այս հատվածում առանձնացրել եմ այն հետաքրքիր փառատոնները, որոնք անցկացվում են Հայաստանում եւ ոչ միայն Երևանում, գիտեք, շատ հետաքրքիր փառատոններ կան, տոլմայի, խորովածի, ամառային հաթապտուղների փառատոն, սուրճի ու թեյի, գաթայի, վարդավառը նաև որպես փառատոն է նշվում եւ մինչեւ ամեն ինչ հասել նրան, որ արդեն ունենք դդմիտոն։ Բայց մինչեւ այդ զանգ ունենք մեր եթերում, տեսնենք ով է մեզ միացել, բարի լույս։ Բարի լույս Սևակ։ Բարև ձեզ Տիկին Անահիտ։ Ողջույն մեր ունկնդիրներին, ողջույն հանրային ռադիոյին։ Ուզում եմ առաջնահերթ ողջունել հանրային ռադիոյի տեխնիկական անձնակազմին առաջնահերթ, առանց որի եթերը ու մենք ձեզ հետ շփումը կարելի ասել անհնար է։ Այո։ Սևակ ջան, շատ շնորհակալ եմ այս եթերի համար, այս ամեն ինչը ներկայացնելու, չասեմ գովազդելու, ուղղակի ինֆորմացիա տալու համար, որովհետև այսպես են աշխարհում ճանաչում մեր մշակույթը, մեր խոհանոցը, մեր պատմությունը։
Սևակ ջան, իրականում կարգ խախտել չեմ սիրում, մի փոքր ուշ եմ միացել, բայց թող այսօր բացառություն լինի։ Ես ուզում եմ քո թույլտվությամբ այսօր ողջունել մեր բոլոր շրջանավարտներին, ես ուզում եմ նրանց մաղթել կանաչ ճանապարհ ու ես ուզում եմ, որ դիմելով մեր աշակերտներին, որոնց մտնում են կյանքի նոր փուլ, նոր էջ, ես ուզում եմ ասել սիրելի աշակերտներ, դուք արդեն ոտք եք դնում նոր փուլ կյանքի եւ դուք սովորելու եք, շարունակելու եք ձեր հետագան, սիրելիներ, մի սովորեք զուտ ժամանակ սպանելու համար, սովորեք մեր հայրենիքին պետք գալու համար, սովորեք հենց ինքներդ ձեզ համար ու լրացրեք ձեր գիտելիքների շտեմարանը եւ ուզում եմ նաեւ ասել, եթե դուք որոշել եք մանկավարժ դառնալ, անպայման դուք ուսումնասիրեք խոչեբանություն եւ շատ լրջորեն վերաբերվեք, որպեսզի ձեր աշակերտների հետ հետագայում ոչ թե լինի մանկավարժ կամ աշակերտ, այլ զուտ ընկերների հարաբերություն ու դրանով կշահի եւ հասարակությունը եւ դպրոցը եւ մենք Սևակ ջան դուք եք մի օր շրջանավարտ եղել եւ կարծում եմ դուք ունենաք հուշեր եւ ուզում եմ որ շատ լավ լրագրողներ ունենանք, իրանք ոչ թե հետագայում ասենք անեն այն ինչ ուզում են, այլ որ կդնեն հանրային ռադիո եւ հանրային ռադիոյի աշխատակիցներից սովորեն անկողմնակալ լրատվություն մեզ փոխանցելու համար։ Շատ շնորհակալ եմ Սևակ։ Շնորհակալ ենք Տիկին Անահիտ ջերմ խոսքերի համար։ Այո, այսօր մի քանի անգամ անդրադարձանք շրջանավարտներին, եթերի վերջում էլ դեռ նրանց նվիրված երգ կլսենք, բայց շնորհավորանքները երբեք ավելորդ չեն լինում։ Տիկին Անահիտը ասաց, որ այո, իհարկե, ես էլ հեռավոր 2009 թվականին եմ եղել շրջանավարտ եւ շատ լավ հիշում եմ հենց այդ տարին թողարկվել էր Արամեի վերջին զանգը, այսօր կարծես հատուկ դրա համար էլ հենց այդ երգը եթերում հնչեցրինք։ Այսօր իսկապես տպավորիչ օր է շրջանավարտների համար, բայց միշտ պետք է զգոնությունը բարձր պահել, երեխաներ են, նրանց կողքին ծնողները պետք է չափազանց մեծ զգուշավորություն ցուցաբերեն։ Զգուշավորությունը մեզ չի խանգարի նաև ամառային օրերին տարատեսակ փառատոների մասնակցելիս, որովհետև դրանք մարդաշատ են, բազմամարդ, զբոսաշրջիկներ, ինչու ոչ երբեմն նաև մի փոքր գինովցած մարդիկ, այնպես որ տարատեսակ այս միջոցառումներին մասնակցելուց առաջ նաև ճիշտ պլանավորեք ձեր օրը եւ ահա մայիսի վերջին այսօր կարելի է թերթել ամառվա օրացույցը եւ տեսնել թե որ օրերին ինչ է սպասվում։ Բազմիցս նշեցինք 6-ից 8 Սարյան փողոցում գինու օրերն է եւ ահա դրան կհաջորդի արդեն խորովածի փառատոնը, ամսաթիվը դեռ հայտնի չէ, բայց սովորաբար հուլիս ամսին է այն անցկացվում եւ հասցեն Ախթալան է, Լորիում է անցկացվում։ Խորովածը գիտենք հայկական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկն է, դրա պատրաստման տարբեր եղանակներ կան, իսկ փառատոնի ընթացքում հենց լավագույն խոհարարները մեր աչքի առաջ պատրաստում են խորովածը, անցկացնում են վարպետաց դասեր եւ սա իսկապես ախորժելի միջոցառում է, որը կարող եք այսպես նշել ձեր օրացույցում եւ ամռան օրերին անցկացնել Ախթալայում։ Տոլմայի փառատոն ամսաթիվը այս տարվա դեռ հայտնի չէ, բայց այն կրկին ամենամյա փառատոն է, սննդի սիրահարները ամեն տարի հավաքվում են մեկ տեղում, իսկ դա Զվարթնոցի տաճարն է, Արմավիրի մարզ եւ միասին տոնում են Տոլմայի փառատոնը, նպատակն է այս ավանդական ուտեստը առավել հանրածանոթ դարձնել եւ այստեղ ամենատարբեր տոլմաների կարելի է հանդիպել, գառան, տավարի մսից պատրաստված, որոնք փաթաթում են, գիտեք, խաղողի կամ կաղամբի տերևների մեջ։ Փառատոնի ընթացքում պատրաստվում է մինչև 70 տեսակ տոլմա։ Մենք բոլորս ընտանիքում գիտենք 2-3 տեսակ, բայց տեսեք կա մինչև 70 բաղադրատոմս տոլմա պատրաստելու եւ դրանցից շատերը հենց մոռացված բաղադրատոմսեր են։ Փառատոնը, ինչպես յուրաքանչյուր նմանատիպ գաստրոնոմիկ իրադարձություն, ուղեկցվում է պարերով, երգերով, մրցույթով, զվարճալի խաղերով, այնպես որ տոլմայի սիրահարներին եւս այսպես հետաքրքիր ժամանց է սպասվում։ Վերջին տարիներին Երևանում անցկացվում է նաև գույների փառատոն։ Ես հիշում եմ շատ երևի 7-8 տարի առաջ առաջինը անցկացվեց մարզահամերգային համալիրի հարակից տարածքում եւ բավականին հետաքրքիր միջոցառում էր։ Այս տոնը հնդկական ծագում ունի, երբ մարդիկ հավաքվում են եւ միմյանց վրա այսպես գունային փոշիներ են ցողում եւ իսկապես այն դառնում է շատ գունազարդ մի միջոցառում։ Իսկ ահա վերջին տարիներին այն անցկացվում է Երևանյան մոլերից մեկի տարածքում
ընթացքում մարդիկ պարզապես հավաքվում են եւ ստանում են այդ գունային փոշիները եւ ցողում միմյանց վրա, որևէ այսպես լուրջ բացատրություն կամ բովանդակություն պետք չէ փնտրել այս փառատոնի մեջ, սա ուղղակի լավ ժամանց է եւ Instagram-ի համար լավ կոնտենտի աղբյուր, պրոֆեսիոնալ դիջեյներն էլ այս փառատոնի ընթացքում ապահովում են լավ երաժշտությունը։ Հայաստանում նաեւ անցկացվում է եւ ասեմ, որ այդ գույների փառատոնը այս տարի անցկացվելու է հուլիսի 14-ին։ Իսկ ահա հուլիսի 19-ին Շիրակի մարզի Հայկավան գյուղում ամեն տարի անցկացվում է ամառային հատապտուղների փառատոնը։ Ինչպես գիտենք, հատապտուղները ոչ միայն օգտակար են, ոչ միայն համեղ են, այլև օգտակար են, բազմաթիվ վիտամիններով եւ օգտակար այսպես հատկություններով լի, ու այս փառատոնը նաեւ հիանալի հնարավորություն է համտեսելու թարմ հատապտուղներ, մուրաբաներ, հյութեր, ջրեր, ծանոթանալ նաեւ գյուղական կյանքին։ Տոնի նպատակը Հայաստանում կայուն գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացմանը աջակցելն է։ Փառատոնի ընթացքում բնականաբար այցելուները կարող են ձեռք բերել տարատեսակ հատապտուղներ, դրանցով պատրաստված համեղ, այսպես բաղադրատոմսերով քաղցրավենիքներ, այնպես որ հուլիսի 14 Շիրակի մարզ, հուլիսի 19 ներողություն, Շիրակի մարզ գյուղ Հայկավան։ Մեր քրիստոնեական տոնը, Հիսուս Քրիստոսի առաքելության տոնը Վարդավառը, որը ամեն տարի նշվում է Զատկից 14 շաբաթ հետո, եւս ներառված է այսպես Հայաստանի փառատոնային օրացույցում։ Այս տարի հուլիսի 25-27 այսպես է առանձնացված, տարբեր քաղաքներում Հայաստանի տարբեր ձև է նշվում Վարդավառը, մայրաքաղաքում մենք գիտենք, հատկապես Հանրապետության հրապարակում շատրվանների մոտ շատ այսպես բազմամարդ միջոցառում է անցկացվում, սրան միանում են հարյուրավոր զբոսաշրջիկներ, Երևանի քաղաքապետարանը, ջրցան մեքենաներ եւ այս գեղեցիկ օրը վերածվում է իսկական տոնի։ Սեպտեմբերի 13-ին Վայոց ձորի Խաչիկ գյուղում պլանավորված է Գաթայի փառատոնը, սա իսկապես կարելի է անվանել համեղ փառատոն։ Գաթան գիտենք հատուկ պատրաստման ձև ունի, մեր ավանդական հայկական քաղցրավենիքն է եւ ամենատարածված տեսակը խորիզով գաթան է, ալյուրից, կարագից, շաքարավազից, վանելից պատրաստված միջուկով եւ թխված թոնիրում։ Փառատոնի ընթացքում այցելուները կարողանում են համտեսել Հայաստանի տարբեր մարզերից տարբեր բաղադրատոմսերով պատրաստված գաթայի լավագույն տեսակները, վայելել ազգային երկուպար, մասնակցել խաղերի, գնումներ կատարել եւ իհարկե լավ հուշեր ունենալ։ Հաջորդ փառատոնը, որի մասին կխոսենք, խիստ կապ ունի մեր հաղորդման հետ, Սուրճ ու Սեր առավոտից, թեյի եւ սուրճի փառատոն արդեն մի քանի տարի անցկացվում է մայրաքաղաք Երևանում, հոկտեմբերի 3-ին է այս տարի պլանավորված Երևանի Seasons այգում։ Սա իսկապես անուշաբույր եւ հաճելի ըմպելիքի սիրահարների համար փառատոն է, իսկական տոն է սուրճի եւ թեյի սիրահարների համար, հնարավորություն կա համտեսելու հայկական տարբեր արտադրողների կողմից ներկայացվող, ինչու ոչ նաեւ արտերկրից ներմուծվող միջազգային բրենդերի թեյ, սուրճ, ռուշակեղեն, հարուստ տեսականի է իսկապես ներկայացվում եւ նաեւ ներկայացվում է թե աշխարհի տարբեր երկրներում ինչ թեյախմության արարողություններ կան, իսկ ահա մասնագետների համար տեղի են ունենում վարպետաց դասեր, բարիստաների առաջնություն եւ մրցանակներ։ Եվս մի քանի փառատոն կա, բայց քանի խոսում էինք սուրճի փառատոնի մասին, կարծում եմ ամենաճիշտ պահն է լսել Եվրատեսիլի վերջին շրջանի ամենահայտնի սրճային հիթը Թոմի Քեշը, Էստոնիայից, որը թեև երրորդ տեղը զբաղեցրեց, բայց նրա երգը հնչում է ամբողջ աշխարհում։ Mi amore, espresso macchiato, 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 por favore. Por favore, espresso macchiato corneo. Mi amore, espresso macchiato, 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 por favore, espresso macchiato, espresso macchiato. Ciao bella, I'm Tommaso, addicted to tobacco. Me like me coffee very importante. No time to talk, scusi, my days are very busy. And I just own this little ristorante. Life may give you lemons when dancing with the demons. No stresso, no stresso, no need to be depresso. Mi amore,
Mi amore, espresso macchiato, 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 por favore, por favore. Espresso macchiato a corneo. Mi amore, espresso macchiato, 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 por favore, por favore. Espresso macchiato, espresso macchiato. Me like to fly privati with 24 carati. Also mi casa very grandioso. Mi mani numeroso. I work around the clock. That's why I'm sweating like a mafioso. Life is like spaghetti. It's hard until you make it. No stresso, no stresso. It's gonna be espresso. Mi amore, espresso macchiato, 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 por favore, por favore. Espresso macchiato, espresso macchiato. Espresso macchiato, espresso macchiato. Սուրճ ու սեր առավոտից 10:51 հանրայինի ուղիղ եթերում սուրճ ու սեր առավոտից ռադիո նախագիծն է, մենք ուղիղ եթերում ենք նաև Facebook-յան հարթակում, նոր մեկնաբանություններ կարծես թե չունենք, բայց դեռ մինչև եթերաժամի ավարտը կթարմացնենք մեկնաբանությունների դաշտը։ Այսօր խոսում ենք Հայաստանում անցկացվող հետաքրքիր եւ տարատեսակ փառատոնների մասին, որոնք կարող եք ձեր օրացույցում այսպես կարմիրով նշել եւ փորձել դրանց մասնակցել եւ բազմաթիվ միջոցառումներից արդեն հասել ենք հոկտեմբերի օրացույց, հոկտեմբերի 4 ամեն տարի այս շրջանում տեղի ունենում Արենի գինու փառատոնը, այսօր մեր եթերաժամի զգալի հատվածը նվիրել ենք Երևանյան գինու օրերին, բայց ամեն ինչ սկիզբ է առել հենց Արենի գինու փառատոնից։ Հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթօրն է ավանդաբար սա նշում, Հայաստանի գինեգործներն ու հազարավոր հյուրեր հավաքվում են Արենի գյուղում նշելու Արենի գինու փառատոնը։ Կարծում եմ գիտեք, թե ինչու է այն անցկացվում Արենիում, քանի որ այստեղ է հայտնաբերվել գինու հետ կապված ամենահին հետքերը Հայաստանի եւ գինիների ավելի քան 100 տեսակներ 30 արտադրողների կողմից ներկայացվում են այստեղ։ Հյուրերը բնականաբար հայկական գինուց բացի նաեւ մեր ավանդական ժողովրդական երկու պարն են վայելում, չրեղեն, լավաշ ու շատ ավելին։ Իդեպ մասնակցությունը անվճար է, պարզապես պետք է կարողանաք հասնել Արենի, այդ օրերին տարատեսակ զբոսաշրջային ընկերություններ փաթեթներ են կազմակերպում եւ զբոսաշրջիկներին եւ տարբեր մարզերից նաեւ երևանցիներին հասցնում Արենի 1-2 անգամ մասնակցել եմ այս փառատոնին եւ անպայման խորհուրդ եմ տալիս, եթե չեք եղել, ապա Արենիում եւս մասնակցել գինու փառատոնին։ Զանգ ունենք, տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։ Բարի ձեզ, Սևակ ջան, շնորհավորում եմ դպրոցականներին, իրենց կանանց ճանապարհ։ Ահա։ Ես կուզեի իմանալ, այդ շարավեղը ինչքան է լինելու այս տարի։ Այո, շատ ճիշտ եք նշում, ամեն տարի ռեկորդ է սահմանվում։ Ես եմ 3 մետրի ժամանակ։ Կուզեի իմանալ հիմա ինչքան է։ Դե սեպտեմբերի 13-ին է պլանավորված, կարծես դեռ այլ տեղեկություններ չկան, մի փոքր էսպես համբեր ենք, տեսնենք այս տարի կազմակերպիչները ինչ կհայտարարեն։ Այ դուք մասնակցել եք, ինչ տպավորություններ ունեք Գաթայի փառատոնից։ Հոյակապ միջոցառում է, եւ բացի դա մեր զինվորները իջնում են, գալիս են։ Այո, Խաչիկ գյուղում է անցկացվում։ Գնանք, որ իրանց լավ զինվորենք, իրենց տոնավաճառը հոյակապ է։ Ինչ տեսակ գաթաներ փորձարկեցիք։ Ամեն ինչ, էլ չրեղենից, հենց գաթան միան կլոր, իրանց ամեն ինչ միջոցառ հոյակապը։ Դե կարծում եմ այս տարի էլ կմասնակցեք, հենց ունենանք տեղեկատվություն, թե այս տարի ինչ ռեկորդ է սահմանվելու Գաթայի, ձեզ կներկայացնենք։ Որ առանց էլ մի կեր բերեց։ Ահա։ Այս տարի ինչքան է լինելու դրա համար։ Բանը երկիշներ կային, Մրոներ, Լեյլա Սարիբեկյաններ, մեկն էլ կար մոռացել եմ արդեն։
այս տարի էլ հուսանք, որ անպայման կհաջողացնեք եւ կմասնակցեք միջոցառմանը։ Շատ լավ, շնորհակալ ենք, որ զանգահարեցիք։ Ես իրականում ակնկալում եմ մեր առավել երիտասարդ ռադիոլսողների ակտիվությունը, բայց տեսեք մեր ռադիոլսողները միշտ այսպես ակտիվ են եւ մասնակցում են տարատեսակ փառատոների եւ օրինակ զանգում կիսվում իրենց կարծիքներով։ Եվ վերջինը, որն առանձնացրել էինք մեր օրացույցում փառատոնային, հոկտեմբերի 11-ին Տավուշի Հովք գյուղում անցկացվում է նաեւ դդմիտոն։ Գիտենք, որ դդումը այսպես տարածված բանջարեղեն է, հատկապես կա տոն արևմտյան աշխարհում այս բանջարեղենի հետ կապված, բայց դրանից զատ այն օգտված է շատ օգտակար հատկություններով եւ այս տոնը հիանալի առիթ է դդմով ուտեստներ, հյութ, ընկույզ, մեղր ու այլ գյուղմթերք համտեսելու համար։ Տոնի հիմնական նպատակն է տարածել հայկական ազգային մշակույթը եւ պատկերացրեք Տավուշում հոկտեմբեր արդեն այսպես բավականին լավ աշուն, կարող եք վայելել նաեւ աշնանային մթնոլորտը, ազգային երկուպար, վաճառքի լինում են իդեպ ոչ միայն ուղակի դդումներ, այլև դդմից պատրաստված իրեր, որոնք կարող են դառնալ դեկորներ ձեր տան համար։ Դդումը նաեւ այդպիսի հատկություն ունի, այն կարելի է ոչ միայն համտեսել, այլև դրանով տարբեր դեկորատիվ իրեր պատրաստել եւ հիանալ։ Ահա այսքանն էինք այսօր առանձնացրել, փառատոնները իսկապես շատ են, կարծում եմ դեռ ամռան ամիսներին առիթ կլինի անդրադառնալ դրանց, ել չասեմ նաև համաշխարհային փառատոնները, որոնցից այսօր 3-4-ին հպանցիկ անդրադարձանք, դեռ առիթներ կլինեն դրանց մասին խոսելու։ Եվ վերադառնալով եւս մեկ անգամ օրվա գլխավոր խորհրդին, վերջին զանգին, սիրելի շրջանավարտներ, ձեզ եւս մեկ անգամ շնորհավորում ենք, հաջողություններ ենք մաղթում եւ պատկերացնում եմ այսօր շատ հուզված եք, ել չեմ ասում առաջիկայում ավարտական քննություններ են, ընդունելության քննություններ, բայց փորձեք այս օրը վայելել, քանի որ այն իսկապես այս կյանքում մեկ անգամ է լինում։ Այսօր կենտրոնացեք միայն այս միջոցառման վրա, իսկ քննությունները, դասերը կարող եք արդեն վաղվանից ուշադրության կենտրոնում պահել։ Ձեզ լավ օր ենք մաղթում, իսկ սիրելի ռադիոլսողներ, ձեզ էլ հաճելի հանգստյան օրեր, այսօր ուրբաթ էր, ուրբաթ երեկոյան կարող եք լավ ժամանակ անցկացնել, շաբաթ կիրակի հանգստանալ, իսկ երկուշաբթի 9:30 մենք կրկին կասենք բարի լույս ձեզ։ Ոնց եկան հեռացան օրերը դպրոցական պայուսակ նստարան ինչ երազեր ինչ անուրջ թե կատակեր եւ թե լուրջ թե հեքիաթ կախարդական եւ թե կյանքեր իրական ու կարծես երեկեր դեր դասերու դասարաններ ախ ես ոնց է ջերմակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով Սուրճ ու սեր առավոտից